Նույնիսկ նկարանող խմբի վրա եմ կասկածում, որ ինչ-որ բան եմ փոխել։ Երթվում եմ, որովհետև շատ ամեն ինչ նենց էր, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ, մանթո եմ։ Առավոտները մուլտիգրանդ փարավոնյանոցում միշտ հիանալի են։ Արևը ծագում է բուրգերի լռության մեջ, իսկ մենք վայելում ենք օրվա պարգևը։ Գիշերը փարավոնի ժառանգը հեռացավ վրեժով։ Նա կատարեց իր առաջադրանքը, ինչպես եւ խոստացել էր, ու որոշում կայացրեց գանձերը տեղափոխել այն տուփի մեջ, որն ըստ իրեն պիտի տանի գաղտնիքի ծանրությունը։ Ահա թե ինչու դատաստանի պահին նրա արկղը դատարկ էր։ Աշոտը ուղղակի փախավ մարտից։ Ռաֆի խաղեց հելնելն ինձ թվում է չէր լինի, որ ես բապինի քվեարկեի։ Աշոտի հետ կապված ինքը ինձ ասաց, որ ունի առողջական խնդիր, որի համար, որ ինքը ուզում է շահի գումարը։ Ես այն խոսք տվեցի, եթե ես հաղթեմ, ես ամբողջովին լիովին կծածկեմ քո բոլոր առողջական ամեն տեսակի խնդիրները։ Ես կուզեմ հետո, որ ինքը TV-ով է տեսնի ու իմանա, որ այն խնդիրները, որոնք որ ունի, ես հնարավորինս իմ բոլոր լծակներով կմիջնորդեմ, որ այս չափով էժան այդ հարցը լուծվի։ Լիանը ինձ մեջքից խփեց։ Մի քիչ նեղվեցի, որ Ռաֆի տուփը բացվեց դատարկ էր։ Ինձ էլի մի տեսակ թվում է, որ հենց Ռաֆի մոտ էր։ Սա կարող է ինչ-որ խաղ էր։ Մաքսիմալ բացառում եմ Արտուրի եւ Իլոնային փոխանցելու վարկածը։ Չեմ փոշմանել, որ Ռաֆին եմ հանել խաղից։ Ինքը ինձ շատ էր խանգարում։ Ես կներեմ ու այս միլիոնները կփոխանցեմ։ Փարավոնի ժառանգությունը շարունակում է իր ճանապարհը։ Ժառանգությունը կա, իսկ ով է ժառանգը։ Նոր առավոտը լի է կասկածներով։ Նոր ժառանգի հետ մենք շուտով կծանոթանանք։ Արդյոք նա է այն մեկը, որ երազում է 3 միլիոն դրամ մրցանակի մասին։ Ավելի, 3 միլիոնի հետ նա կստանա նաև նոր տուն խանութ սրահների 500,000 դրամի նվեր-քարտը։ Սա պարզապես բոնուս չէ։ Սա է առաջին քայլը նրա նոր տան ուղղությամբ։ Աշխարհահռչակ բրենդերի դռների լավագույն ու տարբերվող տեսականին նոր տանը։ Այստեղ հնարավոր է ձեռք բերել տարբեր չափերի ու ձևերի դռների նորավոճ ու որակյալ տեսականի, լավագույն պայմաններով։ Վերանորոգումը շահավետ է նոր տանը։ Մողեսը հեռացավ թողնելով պոչը, բայց ոչ հետքը։ Թե ինչ կլինի հետո կիմանանք միասին։ Հիմա ես գնում եմ փոխանցելու գանձը նոր ժառանգին։ Գանձը միշտ գտնում է իր տեղը, եւ երբեք չգիտես այն ճիշտ թե սխալ ձեռքերում է։ Կփոխանցեմ պապինին։ Այս պահից սկսած փարավոնը նոր ժառանգ ունի։ Նրա առջև բացվում է ճանապարհ, որը միայն իրենն է։ Այն անցնում է լույսի ու ստվերի միջով։ Այսօր առավոտյան ես փուրն ընկա։ Երեք շատ ծանր գիշեր էր։ Շատ։ Եվ հիմա ժամանակն է, որ դու բացես արկղը։ Փարավոնի ժառանգը այժմ դու ես։ Սա այն մեծագույն գաղտնիքն է, որը պիտի պահես։ Փարավոնը հավատում է, դու կարող ես լինել նրա սիրելի ժառանգը, եթե ճիշտ խաղաս այս խորաման խաղը։ Այժմ դու խաղի մութ կողմում ես։ Այսօր դու չունես հանձնարարություն, բայց քո գերնպատակը պիտի լինի իմունիտետի խաղի ժամանակ վաստակել այն։ Մտածիր միայն դրա մասին ես բայ։ Okay։ Ես պատրաստ եմ։ Հաջողություն քեզ։ Ես վստահ եմ, որ այսօր ես գալու եմ մոտ։ Ես տենց էի արթնացել։ Ոնց նայում էի ժամին, ասում էի լավ, երևի թե այսօր ինձ կշրջանցեն, բայց ոնց հասկացա, եկավ այս արկղը ինձ, ես պատրաստ եմ խաղամ լավագույն կերպով, որովհետև ես գիտեմ, որ սա իմը պետք է լինի, ու քանի իմ մոտ է, ես թույլ չեմ տա, որ սա գնա ինչ-որ մեկի մոտ հիմա։ Դրա համար կհավաքեմ ես այն ուժերը, կխմեմ սուրճ ու վստահ կերպով կգնամ անելու այն մարդկանց, ովքեր հերթով ինձ կխանգարեն այս խաղի մեջ։
Մասնակիցները լարված են եւ դա բնական է։ Կա օդում կախված հարց. ուր են միլիոնները, արդյոք կան նոր ժառանգ, արդյոք Ռաֆը իսկապես փարավոնի ժառանգն էր, թե անցյալ շաբաթ հեռացավ անմեղ հավաքնորդ։ Միայն մեկը գիտի գաղտնիքը եւ միայն նա կարող է խաղողունի մեջ գցել։ Եվ այդ մեկը ուխտի տոտեմի տիրակալն է, փարավոնի նոր ժառանգը, Պապինը։ Ռաֆը դուրս եկավ։ Իմ պայքարները ճիշտ են, ես չեմ փոշմանել իմ արած ոչ մի բանի համար։ Ես անցյալ շաբաթ էլ ասացի, որ եթե նույնիսկ Ռաֆը չլինի ժառանգը, ես չեմ նեղվի, որ ինքը դուրս գա խաղից, ամենայն հարգանքով Ռաֆի հանդեպ։ Կարող է հենց այնպես լինի, որ մենք հեռացրել ենք ժառանգին ու արդեն միլիոնները չկային։ Այո։ Պարզից պարզ է, որ այսօր միլիոնները օդի մեջ է ու մեզանից մեկն է հետրադառնալու, որովհետև ճիշտ բային առաջադրանքը կատարվել է, ճիշտ բային հրաժարվել է դրանից, դրա համար էլ երեխեք ես շատ վստահ եմ, որ դա Ռաֆոյի մոտ է, ես շատ վստահ եմ։ Ես էլ եմ վստահ։ Ես էլ եմ մինչև այդ փոքրի բանը Ես մինչև այդ վստահ էի։ Մենք բոլոր խաղերը խաղացել ենք կամ եռյակներով, կամ քառյակով։ Այսօր այս թիվը ոչ մի բանի չի բաժանվում։ Կարծում եմ, որ այսօր մեզի խաղերի համար կմիանա մեկը, որ կարողանանք ճիշտ քանակներով բաժանվել։ Սա Այսինքն կունենանք ավել մասնակից ու հնարավոր է հին մասնակիցներից մեկը հետ գա։ Կարծում եք։ Ամեն շաբաթ կասեմ, որ ես եկել եմ 1 միլիոնի հետևից ու հազիվ ընկելա ձեռս։ Այսինքն քանի մոտ ես պետքա պինդ պահեմ։ Այսօր դուք իմ համար բոլորդ մաքուր եք։ Բայց իմ կարծիքով կներեք ինձ, ես այն վարկածին եմ էլի հակված, որ եթե 3 հոգու սենյակ մտել են, այդ 3 հոգուց մեկին եկել է փոխանցվել այդ միլիոնը։ Իսկ կարող եմ ես ուղղակի ասում եմ, որ մտել են եւ ոչ մեկի սենյակ էլ չեն մտել։ Չի լինի։ Ժողովուրդ չէ, պրոստը 3 հոգու սենյակ չեն մտնի։ Կամ Դե ժառանգի սենյակ կմտնի։ մաքսիմում, որովհետև մաքսիմում երկու հանձնարարություն կարող լինի, մեկը լինի փարավոնի ժառանգինը, մեկը լինի մյուսինը, ով կարա շեղի մարդկանց ուշադրությունը փարավոնի ժառանգի։ Երրորդը երկուսին շեղի։ Դե մաքսիմալ երկու անցասական հասկացան։ Ես չեմ հավատում, որ կարող լինի մի քիչ 3 հոգի, Յոթ որտեղ մենք հանձնարարություն հիմա քիչ ենք։ Կարող է ոչ մի հանձնարարություն չկա։ Այն սիրունա։ Եվ այսպես, այսօր ձեր առջև է փարավոնների ամենահին փորձություններից մեկը՝ Քայլի խորհրդանիշը։ Հին Եգիպտոսում մարդիկ հավատում էին, որ ճշմարիտ առաջնորդը գիտի երբ քայլ անել, իսկ երբ մնալ կանգնած տեղում, որովհետև մեկ սխալ քայլը կարող էր կյանք արժենալ։ Խնդրում եմ կանգնել գծից հետ։ Հիմա դուք բոլորդ մեկ գծի վրա եք։ Նախ պետք է փակել ձեր աչքերը։ Իմ օգնականը ձեզ կփոխանցի աչքի դիմակները։ Դուք կփակեք ձեր աչքերը, ես կսուլեմ մեկ անգամ, եւ դա կնշանակի, որ որոշման ժամանակն է։ Սուլոցից հետո դուք կունենաք 7 վայրկյան, որպեսզի որոշեք, մնում եք տեղում կանգնած, թե անում եք մեկ քայլ առաջ։ 7 վայրկյան անց ես կրկին կսուլեմ 2 անգամ, որը կազդարարի ռաունդի ավարտը։ Կհանեք դիմակները, կհասկանանք արդյունքը։ Եթե միայն մեկ մասնակից քայլ անի առաջ, ապա նա միանգամից կդառնա հաղթող եւ կվաստակի իմունիտետ։ Եթե 2 եւ ավելի մասնակիցներ կանեն քայլ առաջ, ապա նրանք կլքեն խաղը, որից հետո մենք կշարունակենք մինչև կունենանք միայն մեկ մասնակից, ով կլինի կանգնած։ Եվ հենց նա էլ կդառնա իմունիտետի տերը։ Երբ կլսեք սուլոցը, ուրեմն խաղը սկսված է։ Խեկաշ։ Դուք լքում եք խաղը։ Պապին եւ Իլոնը։ Այ Իլոնա, քեզ պետք էր։ Դու իմունիտետներով եկել ես, ասա քեզ պետք էր իմունիտետ։ Բայց ոնց որ Նշանակում։ Yes! Դու ճիշտ հասկացար։ Տապարենք Սոֆին ու շնորհավորենք, որովհետև հավատում։ Սոֆին այս պահին պաշտպանված է աստվածների լույսով, Բաղձալի Սվինքսը քեզ են փոխանցում, դու ունես իմունիտետ, այս երեկո որևէ մեկը դատաստանի սեղանի շուրջ չի կարող հնչեցնել քո անունը եւ ինչպես նաեւ Վեգայի կողմից նվերքարտ 50,000 դրամ լիցքավորմամբ։ Շնորհակալ եմ Ես վստահ եմ, որ դուք բոլորդ հիշում եք, որ Վեգան Հայաստանում
տեխնիկայի եւ կահույքի ամենամեծ ցանցն է։ Շնորհակալություն բոլորիդ։ Տեսել եմ, շնորհակալ։ Ափսոս է, որ Սոֆիան ունի իմունիտետ, որը որ ինձ ահավոր խանգարում է։ Եվ այսպես Սոֆին այս պահին ապահով գոտում է։ Այնինչ պապինին սպասվում է լարված օր։ Եթե նույնիսկ նա սլակներ ուղի դեպի Սոֆին, այսօր ոչ ոք չի կարող քվեարկել նրա դեմ։ Ինչ անել, ինչպիսի ռազմավարություն կիրառել։ Փարավոնի նոր ժառանգը պատրաստ է նոր ճակատամարտի։ Չեմ ուզենա հավատամ, որ ժառանգը կարալինի Հյուգոն, որովհետև ես այս ընթացքում խաղացել եմ իր հետ, հավատացել եմ իրան։ Այս շաբաթ մեր ձևավորված կոալիցիաները քանդվել են։ Ակնհայտ է, որ շատերս ովքեր իրար հետ են խաղում, էլ չեն խաղում։ Ռաֆի գնալը շատ բան փոխեց մեր մոտ։ Ես երկու հատ տեխնացու ունեմ, Գուրգեն, անկեղծ նայ ասում եմ, կարալինի համար մեկը պապինի, որ դժվար է լինես սև ու մնաս աննկատ, չէ։ Այսինքն դու դուրս կհ դժվար այդքան պայքարես։ Բատություն արել հիմա կամ պապինին, Կամ Աշին։ կամ Աշին, բայց դե օրինակ ես սենց էի տրամադրված, ամեն դեպքում կարելի է Աշուտին հանել, որտեղ ինքը խանգարում է, որտեղ իր հետ բան պայմանավորել քննարկել չի լինում։ Տարօրինակ մասնակիցը այն մարդը, ում հետ ես խաղի մեջ իրանից էմոցիա չեմ զգում։ Այդ մարդկանցից մեկը Աշոտն է, այդ մարդկանցից մեկը նաև Արտուրն է։ Հիշում եք, մենք ունեցել ենք փորձառություն, տեսել ենք նախորդ ռեալիթի շոուներում, թե երբ որ Գուրգենը եւ Ռաֆը իրար հետ խաղացել են, ինչա արել Ռաֆը Գուրգենի հանդեպ։ Հստակ վերցրել եւ հանել է խաղից առանց մտածելու ընկերության, ընկերասիրության, խաղի եւ այլն, քանի որ ինքը ուզել է մնա խաղի մեջ։ Ես կարծում եմ, որ սա Գուրգենի հստակ գործավելավոճն է, որ դու ինձ հանեցիր, ստեղ ես եմ քեզ հանել։ Իմ համար նենց չի լիքը բան խաղից հետո իմ համար լիքը մարդը ընկերական մոտիկա չի, իհարկե ոչ։ Ես բանով ասե։ Որտեղ ասում մարդ ոնց կյանքում ուզը խաղի մեջ է, ու լիքը մարդ տենց են խամս իրականում։ Կարծում եմ, որ փոխանցվել է այդ պապինին։ Մի տեսակ զստահություն։ Եթե անգամ տենց է, մենք պապինը երբեք Սոֆիի դեմ չի խաղա Գուրգեն։ Հա, ինձ թվում է, մենք այս խաղի պրինցիպը սխալ ենք հասկացել, ու ստեղ խնդիրը ոչ թե ժառանգին հանեն, այլ ժառանգին պահպանելն է։ Ինչի համար։ Ես տենց եմ մտածում։ Պահպանենք, որ վերջում ինքը միլիոնները հաղթի գնա։ Չէ, պահպանել միջև վերջի պահը, թեկուզ միջև եզրափակիչը։ Ու վերջում նորին հանենք, բայց դու չես մտածում, որ այդ ընթացքում ժառանգը մաղելով դուրս է գալիս։ Ես թիմ չունեմ։ Ես այդտեղ մենակ եմ, ես խաղում եմ մենակով, ես եմ մենակ ճիշտը։ Իմ տպավորությունն է, որ Արտուրը ոնց որ չունենա իր սեփական Նեյտրալ մարդն է խաղում։ կարծիքը։ Ուրեմն Արտուրի հետ չեն խաղում։ Ոչ մեկի չմենակ Սոֆիի հետ են խաղում այս խաղը։ Սա։ Այսօր ճիշտ ասած Սոֆին է իմ համար։ Լսի, Սոֆին զգացել ես, որ արդեն ուրիշ ձև է խաղում, արդեն ավելի շատ է ինքը անցած շաբաթվա ինձ է տենց խաղում, ռիպայի դուրս գալուց հետո։ Կատաղել է։ Այո։ Դրա համար ես հիմա չեմ կարող ասեմ, որ գիտես ինչ կա իա։ Չէ, ես Սոֆին հիմա չեմ կասկածում, անկեղծ ասած, բայց ես մտածում տարբերակներ, կամ դա պապինն է, Աշոտը, Արտուրն էլ է հնարավոր։ Հստակ ասում եմ, հիմա այնտեղ նստած 3 մասնակիցներ իմ համար միանշանակ կասկածել են։ Միանշանակ կասկածել։ Իմ համար բոլորդ եք կասկածել։ Դե հասկացել ենք, Ես մասնակցում եմ, որ բոլորիդ կասկածեմ։ Դուք եք կասկածեք։ Կասկածեք, ես եմ թե ես չեմ։ Ես ես վերջում ցույց կտամ։ Հուսամ չեմ սխալվում, ամենաշատը այս պահին պապինի հետ եմ խաղում։ Հիշեցիք, որ Ռաֆը դուրս էր գալիս խաղից ինչ ասեց։ Ասաց հիշեք, որ դուք եք այս նույն վիճակում հայտնվելու։ Ու դա ասում էր կարծեմ պապինին նայելով։ Տիկին լան առաջադրանք եք կատարում։ Կասկածի։ Կասկածում եմ։ Բայց խաղը կասկածելու համար է։ Ես գիտեմ, որ կասկածելու համար, բայց դուք հստակ ոնց որ թե առաքելություն եք կատարում առավոտ նախաճաշից։ Կարող է ես կարող եմ շատ բան։ Դուք նախաճաշից ասում եք, որ դուք բոլորին կասկածում եք։ Մի շարքեք ձեր մեծ լինելը, մենք դուք գիտեք թե մենք ձեզ ինչքան ենք հարգում խաղի Ես մեջ։ կարամ շատ բան ձևացնեմ, որ ոչ, չեմ կարա։ Առաջ անգամա որ ես իմ մեջ ասում եմ հաստատ այս սա է ժառանգը։ Բայց օրինակ հետաքրքիր ու է, մտածում եմ հաստատ ովքեր են, որ ստացել են առաջադրանք։ Ովքեր ձեր կարծիքը։ Չեմ Բայց ինչի, հիմա դուք ինձ մեծ հարց եմ տալի։ Դուք մենակով այսօր երեկոյան կարող եք իրավիճակ փոխել ձեր ձայնով։ Չէ։ Շատ լավ, դե այդ դեպքում կխնդրեմ, որ դուք մեր հետ չխոսեք հիմա, որովհետև այն ինչ որ մենք ուզում ենք կիսել, մենք չենք ուզում կիսել ձեզ հետ։ Գնացի։ Շատ լավ։
մենք հասկացել ենք, որ դուք ինչ-որ առաքելություն եք կատարում այսօր առավոտից, որովհետև դուք հստակ գիտեք ով է ժառանգը։ Ինչպես գիտեք։ Միայն մի դեպքում կարող եք իմանալ, երբ որ սենյակ առավոտ բերեն ձեզ մոտ եւ դուք այդ տուփը բացեք։ Տիկին Լիաննա, շնորհակալություն հաջողություն։ Արտուրը, Տիկին Լիաննան, այն խաղացողներն են իմ համար խաղի մեջ, ովքեր ոնց որ ավելի շատ խաղան ըստ գետի հոսանքին, որ ուղղությամբ գնա, տենց գնան։ Իրանք չեն կարողանում ձևակերպեն, իրանք ունեն կարծիք չունեն, ոնց են իրանք առհասարակ իրանք լոգիկան ոնց է աշխատում։ Վստահ ենք, չէ՞ որ արդեն ինչ-որ մեկը ժառանգ է։ Ես վստահ եմ, որ ինչ-որ մեկը ժառանգ։ Բայց մի բան ասեմ, այնտեղ կուզեմ լինենք, է։ Գնանք նեղ։ Որովհետև հիմա որ ասում եք Արտուրը, մեծ խնդրեմ, էլի, մեծ ֆիքս եք, ծառից կախված, ինչ է անում։ Խաղի մասնակից ով պայքարում է 3 միլիոնի համար։ Սոված է։ Արտես, ծառերի վրա շատ լավ քննարկում ես խաղը եւ շատ լավ փնտրում ես թե ով է ժառանգը։ Արտուրի մասին ասեմ, որ ինքը հիմա էլի մնում է անհետաքրքիր խաղացող, որովհետև ամեն ինչից խուսափում է, հերվից նայում է խաղին, իսկ չխաղաս, բայց վերջում հասնես հաղթանակին, չի թվում, որ դու կվայելես այդ հաճույքը, որովհետև դու պիտի խաղաս, մինչև վերջ պայքարես, հասնես ու ասես այո, ես ամեն ինչը արեցի։ Քիչ հետո մասնակիցներին սպասվում է հյուրասիրություն եւ հյուրը դատարկ ձեռքերով չի գալու։ Ռոբերտ Մարտիրոսյանն է հյուրը, Արմենիա հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, ով որպես հյուրասիրություն բերել է Աթենք ընկերության համեղ տոնական խոզի ազդրը, կամ ինչպես բոլորը սիրում են ասել, նոր տարվա բուդը։ Ինչու՞։ Դա պատմություն ունի, որի մասին մասնակիցները կիմանան շուտով։ Նրանք արդեն հավաքվել են Multi-Grand Փարավոն հյուրանոցի շքեղ սրահում։ Բարև ձեզ։ Ես առաջարկում եմ նայենք էկրանին, հասկանալու թե ինչ գործ ունի այն բուդը եւ շարունակենք պայքարը։ Ուշադրություն էկրանին։ Բարով տեսանք հարգելի ընկերներ։ Բարով տեսանք, Բարով տեսանք։ Եկեք Աթենք ընկերության բուդը ես կտրեմ եւ հյուրասիրեմ։ Բդի վրա է իմ աչքը հենց ամենասկզբից ստացել ասա որ շատ մարդիկ ես բդի վրա էլ եկել են իրական։ Այո, ես հիմա կտրում եմ։ Ասեմ ավելի բդի վրա միշտ է գնում են։ Ուղղակի մենք պայմանավորություն ունենք, որ Ռոբը երբ որ պիտի գա իմ որևէ շոուներից մեկին միշտ բդով։ Այո, դատարկազեռն չեմ գալիս, այո, բերում եմ ինձ հետ միշտ բուդ եւ հատկանշական է, որ Աթենքի բուդ է բերում։ Հրաշալի։ Դե, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղերը։ Հետաքրքիր է Ռոբի գալը եւ շատ սիրուն էր ամեն ինչ, նախ շատ համեղ էր այն ինչ որ մենք երանք շատ համեղ։ Ռոբը այսօր եկել է ձեզ հյուրասիրելու որպես Արմենիա հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր ու նաեւ Կասկածելի երեկո հաղորդման համահեղինակ եւ Ռոբը բացի բդից իր հետ ունի նաեւ հարցեր եւ Ռոբը ձեզ կտա հարցեր եւ այն 3 մասնակիցները որոնք կտան ամենաշատ ճիշտ պատասխանները ինձ հետ կհայտնվեն տոտեմների գաղտնի սենյակում ես ձեզ հաջողություն եմ մաղթում Դե ինչ, եկեք սկզբից ճաշակենք Աթենք ընկերության այս ախորժա բեր եւ ախորժա համ բուդը, ազդրը, երևի ավելի տենց հայեցի կլինի, հետո արդեն ասեմ ինչի համար եմ եկել, հիմնական առաքելությունը իմ թեթև նշեց Ներսեսի ինչն է, ես բդից հետո կասեմ մի խոսքով։ Բուդը շանքը շատ համեղ է։ Ռոբերտը նախապես խնդրել էր իմանալ մեր մասնակիցների հետաքրքրությունների ցանկը։ Մասնակիցները նախապես պատասխանել էին, թե որ թեմաներն են նրանց համար ամենասպասվածը եւ սիրելի։ Իլոնան սիրում է կենդանիներ, Աշոտը ֆուտբոլիստ է եւ բնականաբար սպորտ է սիրում։ Սոֆին նույնպես ֆուտբոլասեր է։ Լիանան թեև դիմահարդար է, բայց չի պատկերացնում իր օրն առանց երաժշտության։ Պապինը սերը նույնպես տվել է երաժշտությանը։ Գուրգենը նույն ինքը Հյուգոն կինոման է։ Արթուրը համակարգչային խաղերի սիրահար է։ Իսկ ահա Ռոբը կարող է հորինել ցանկացած հարց, ցանկացած թեմայով։ Այդ հարցերին առավելագույն պատասխաններ տված 3 մասնակիցը իրավունք ունենան ստանալու հուշումը։ Իսկ հուշումը այսօր կարող է խառնել
բոլոր խաղաքարտերը։ Շատ հաճելի էր, որ հենց Ռոբներ եկել մեր կլոր սեղան, հենց ինքը վերեց, ներկայացրեց եւ կերակրեց մեզ այդ բուդը, որը իդեպ շատ համեղ բուդ էր, անկեղծ։ Կարող ենք անցնել մի քիչ դժվար փուլին, ավելի դժվար, քան խոզի ազդր ուտելը։ Սկսենք տղաներից, չէ, երևի։ Սպորտից հարցեր, Աշոտ ջան, չեկան։ Հա, իդեպ ամենակարևորը, սա բլից եւ արագ է։ 1 վայրկյան, 2 վայրկյան չեք պատասխանում, հաշվում եմ, որ չգիտեք։ Ինչպես է կոչվում վազքի մրցույթը, որի երկարությունը կազմում է 42 կիլոմետր։ 1, 2, մարաթոն։ Մարաթոնյան վազքի մասին է խոսքը, չպատասխանեցիք այս հարցին։ Հաջորդ հարցը։ Ինչպես է կոչվում հոկեյում հետխաղյա նետումները։ Բուլիտ։ Այո, բուլիտ։ Ճիշտ պատասխանեց այս հարցին։ Հաջորդ հարցը։ Որ մարզաձևում են հայտնի դարձել Chicago Bulls եւ Miami Heat թիմերը։ Չկա ինչ։ Chicago Bulls։ Բասկետբոլ։ Բասկետբոլ, այո։ Երրորդ հարցին նույնպես ճիշտ է պատասխանում։ Իսպանական որ քաղաքում են տեղի ունեցել 1992 թվականի օլիմպիական խաղերը։ Մադրիդ։ Ափսոս։ Եթե Մադրիդ չէ, այլ որ Բարսելոնա, բայց սխալ էր սա, ես չեմ կարող հաշվել։ Եվ վերջին հարցը, այս երեքից որը աշխարհի առաջնությունների պաշտոնական գնդակ չի եղել։ Ջաբուլանի Ռոտեյրո Ացտեկա։ Ռոտեյրո։ Այո, ճիշտ է։ Ռոտեյրո, ճիշտ է, 3։ Արտուր ջան։ Դուք ընտրել էիք համակարգչային խաղեր։ Այո։ Իր սիրած թեման համակարգչային խաղեր էր։ Ինչ դա կրկին է։ Սկսեցինք համակարգչային խաղերից։ Վիդեո խաղերի որ ամերիկյան ընկերությունն է թողարկում FIFA-ն եւ Sims խաղերը։ EA Games։ Այո։ Առաջի հարցին ճիշտ պատասխանեց։ Մյուս հարցը, որ աշխարհահռչակ խաղից է Վերջ տուրներան արտահայտությունը։ Սա մի քիչ հայերեն է, ինքը ավելի շատ հայտնի է անգլերեն։ Fatality։ Ուշ է, չպատասխանեցիք, այո։ Մահացու կռիվ, Mortal Kombat։ Հասկացաք։ Այո, չի կարելի հուշել։ Հարգելի մյուսը։ Ինչ քրեական համակարգչային խաղ է արտադրում Rockstar Game-ը։ GTA։ Այո։ Ճիշտ է։ Երկու հարց մնաց։ Sony-ի որ խաղի հերոսն է, չափից դուրս հոգատար իր ворթեգրած դստեր նկատմամբ որ հերոսն է։ Չես պատասխանում այցածի Կրատոսը։ Kratos God of War։ Եվ վերջին հարցը։ Ինչ մականունով է հայտնի on-line համակարգչային խաղեր խաղացող հայ հայտնի YouTube-յան բլոգերը։ Saint Hope։ Այո։ Պատասխանեց Արտուրը եւ նա 3։ Կինո եք ասել դուք։ Ասել եք կինո։ Դա չեմ խապել։ Ֆիլմեր։ Մունատև գարի, Պատրաստ եք։ դա չեմ խապել։ Գուրգեն ջան գնացինք։ Գնացինք։ Շատ հեշտ հարցեր են իդեպ։ Ինչ է կտորումը երկինք գլխավոր ֆիլմի գլխավոր հերոսի անունը։ Թորիկ։ Բրավո։ Տեսնում եք ինչ հեշտ է։ Որ ֆիլմի շարունակության մի մասն է կազմում Մանդալորացին սերիալը։ Որ հայտնի ֆիլմի մաս է։ Չպատասխանեց նա։ Աստղային պատերազմներ։ Չէ, ուշ է вообще հիշում։ Ինչպես։ Չէ, դա вообще չէ հիշում։ Դե բա ես ինչ անեմ։ Դուք ասել եք ֆիլմ։ Հաջորդը։ Ինչ էր այն կանաչ էակի անունը, որ գողանում էր Սուրբ Ծնունդը ընտանեկան կատակերգության մեջ։ Գրինչ։ Ապրես 2։ Լարովի ինչ միրգ է հանդիպում Սթենլի Կուբրիկի ֆիլմի վերնագրում։ Լարովի միրգ։ Այո։ Բանն 1, 2, 3 ուշացակ կներեք։ Նարինջ, որ երիտասարդ կախարդի դերը Դենիել Ռեդկլիֆին բերեց համաշխարհային ճանաչում։ 1, 2, 3 Հարի Փոթերը։ Ո՞ս մյուշեք, շո, դե դեմա։ Մյուշեք, իհարկե։ Երկու միավոր։ Լիանա, դուք երաժշտություն թեման եք ընտրել։ Մանկական որ երգչախմբի կատարումներից մեկում է հանդիպում երազանքների բարի փերին։ Անունը չգիտեմ։ Չեք հիշում, Երկը Արևիկ, գիտեմ, Արևիկ։ երազանքների։ Այո, երկիրեք խումբը Արևիկ խումբներ։ Անցանք առաջ մյուս հարցը։ Ինչ թափքի տեսակով մեքենայի մասին է երգում Լյուբով Ուսպենսկայան։ Կաբրիոլետ։ Այո, կաբրիոլետ։ Այս հարցին ճիշտ պատասխանեցիք դուք։ Ինչ կարճ բեմական անունով է հայտնի ֆրանսիացի երգչուհի Իզաբել Ժեֆուրան։ 1, 2, 3 Զազ։ Գիտեիք, չէ՞։ Արտուր ջան, ես համակարգչային խաղերից զատ նաև դա դու գիտես։ Ամերիկյան որ հայտնի երգչուհին է կրում Knowles ազգանունը։ Knowles 1, 2, 3 Բեյոնսեն։ Ռուս որ երգչուհին է իր մայրիկի հետ կատարել Ճակատագրի հեգնանքը շարունակություն ֆիլմի սաունդթրեքը։ 1, 2, 3 Ու այնքան քիչ եք տալիս վարքյան։ Դե բա, այո, Կրիստինա Արբակետե, դուք մեկ, ահա։
Մեկ հարցի պատասխանեցիք ճիշտ։ Սոֆի, դուք ասել եք, որ ֆուտբոլ եք սիրում։ Դա ասել եք, բայց մեկ րոպե, սա տես աղցիկները մի րոպե արձանագրում են, ասել եք, չէ՞։ Ասել եմ, սիրում եմ, բայց հիմա այս հարցերին ես շատ գիտեմ, Բայց Ես կան պատասխանեմ տեղը։ ոչ, չեք կարող։ Պատրաստ եք։ Հեշտ հարցեր են։ Գերմանական որ քաղաքն է ներկայացնում Բավարիա ֆուտբոլային ակումբը։ Բերլին, Ոչ, ուշեմ։ Մյունխեն։ Անցանք առաջ։ Խաղային որ դիրքում է խաղում, խաղացել ավելի ճիշտ Ֆաբիո Կանավարոն։ պաշտպան, Այո, դա մեկ ճիշտ է։ Անցանք առաջ։ Ֆուտբոլի վերջին աշխարհի առաջնության ժամանակ Կաթարում, որ հավաքականը արժանացավ բրոնզե մեդալներին։ Ֆրանսիան, Ֆրանսիան արծաթե մեդալներին արժանացավ, Խորվաթիան։ բրոնզը 3-րդ տեղն է։ Այո, որ ակումբում են միասին խաղացել Զլատան Իբրահիմովիչը եւ Հենրիկ Մխիթարյանը։ Ինտեր, Manchester United, այո, եւ վերջին հարցը։ Որ ֆուտբոլիստին էին Հռոմում մեծարում որպես կայսր։ Իտալացի ֆուտբոլիստ։ դարպասապահի։ Ոչ, 1-2։ Ֆրանչեսկո Տոցի։ Տոցին, Տեսնում եք, որ գիտեք, մեկ միավոր։ Պապինջան երաժշտություն։ Երաժշտական որ գործիքը նվագող մեծագույն վարպետներից է Մստիսլավ Ռաստրապովիչը։ Ինչ գործիքի վարպետ է։ Թավջութակ։ Ոչ, ուշացեք, ես ասեցի մի րոպե բլիցա սա։ Մյուս հարցը։ Որ հայտնի հույն երաժիշտն է կրում Խրիսոմալիս ազգանունը։ Չգիտեմ։ Յանին։ Յանին գիտեք, այո։ Այո, ազգանուն ունի, հա ինքը մարդ է։ Հեշտ հարցերից։ Ծագումով բարբադոսցի, որ երգչուհին է կատարում Diamonds հայտնի երգը։ Ռիանա։ Այո։ Ինքը բարբադոսից գուշակեցիք, թե Diamond-ից ավելի շատ։ Diamond-ից։ Մնաց երկու հարց, արգելի պապին։ Քանի ակտից է բաղկացած Չայկովսկու Կարապիլիչը բալետը։ 4։ Օ, բրավո։ Հոտական կրակեցիք ո՞, թիվ գիտեիք։ Բրավո։ Պապինջան արագ։ Ինչ ազգանուն են կրում երգչուհի քույրեր Ինգան եւ Անուշը։ Արշակյան։ Ապրես, այո, բա։ 3։ Կանչեք։ 3։ Իլոնա ջան, կենթանիներ թեմա։ Բայց դուք ասել եք կենթանիներ։ Այո, պատրաստ ենք։ Հետաքրքիր, Այո, ով է ասում հաֆ-հաֆ։ Այո, ով է ասում միաու-միաու։ Լավ, սա կատակ էր։ Գնացինք։ Ամենահեշտից սկսենք։ Ինչպես է կոչվում ձիերի խումբը։ 1, 2, 3։ Անցակ։ Երամակ։ Երամակ։ Pride-ում ով է ավելի շատ որսանում։ Egg թե որս առյուծը։ 1, 2, egg թե որս։ Egg ճիշտ է։ Ճիշտ է։ Այո։ Իզուր չասեցի կենթանի։ Որ բույսով են սնվում կոալա արջերը։ 1, 2, 3։ Էվկալիպտ։ Գիտեիք։ Ես գիտեի։ Դե բա տեսնում եք։ Որ կենթանու տեսակ է ալիգատորը։ 1, 2, Գիշատիչ։ 3։ Կոկորդիլոս։ Բայց այդ նույնը չի, ալիգատոր Ոչ, կոկորդիլոս։ ալիգատորը կոկորդիլոսի տեսակ է։ Մյուս հարցը։ Սննդի մեջ օգտագործվող ճապոնական որ ձուկը կարող է մահացու լինել սխալ պատրաստելու դեպքում։ Թունավոր ձուկ մահացու։ Թունավոր ձուկ 1, մահացու։ 2, 3, ափսոս։ Ֆուգու։ Եվ եկեք ծափանենք մեր մասնակիցներին։ Ուրեմն Պապինը, Աշոտը եւ Արտուրը միասին պատասխանեցին ամենաշատ հարցերին, 3-ական հարցի պատասխանեցին։ Շատ հաճելի էր։ Շնորհակալություն։ Երբեք չէի պատկերացնի, որ այս խաղում ինձ կօգնեն Անուշ եւ Ինգա Արշակյանները, որովհետեւ այսօր իրոք պետք է որ ես լինեի ներսում։ Իսկ հուշումով կիսվելու մասին տեղում ենք պայմանավորվում, թե հենց հիմա։ բնականաբար կիսվելու է։ Իմ կարծիքով շատ սխալ մարդիկ են գրում այդ սենյակ։ Հա, ժողովուրդ, կկիսվեք, խնդրում եմ։ Որ լարվածությունը հանի։ Ես համաձայն եմ Ինչ կիսվելու։ ամենից բանը ասում են, լսեք, ինչ ասիր նոր։ Թե որ այդ հարցը քննարկի, ասի իմ կարծիքով շատ սխալ մարդիկ են գնում այդ սենյակ։ Okay, դու չես իմանա ուրեմն հուշումի մասին։ Աշոտի դա ռեակցիան իմ համար པարզ էր, հա դե ուրեմն դու չես իմանա այդ հուշումը։ Ես չէի կասկածում։ Okay։ Քիչ հետո Արթուրը, Աշոտը եւ Պապինը կստանան հուշումը։ Կօգնի այդ հուշումը նրանց, թե ավելի կխճճի, ցույց կտա ժամանակը։ Տոտեմների գաղտնի սենյակից գաղտնիքները դուրս են գալիս աղավաղված, եւ դա շատ հետաքրքիր է։ Քանի որ հիմնականում այս սենյակում հայտնված պատվիրակները չեն ուզում կամ չեն կարողանում ճիշտ փոխանցել իմ տված հուշումը, այսօր ես հուշումը կասեմ 3-ին։ Բայց դուք իրավունք չունեք այն կիսելու
մնացած խաղաղիցների հետ։ Եթե որևէ մեկը դեմ է այս պայմանին, կարող է լքել սենյակը։ Ոչ մի դեպքում։ Չէ, ուզում ես առաջինը կարաս։ Չէ, ես ինքս Ես միայն կողմ եմ իրական։ Ես նույնպես։ Հաշելի է։ Եվ այսպես, նրա տոտեմը թրջուն չէ, բայց նա կարողանում է սլաքներն ուղղել այնտեղ, որտեղ կա կասկած։ Ինձ թվում շատ явный հուշում էր, իմ համար явный, չգիտեմ։ Ոդի Գուրգենն է։ Հիմիկվա հուշումը մենք կարող ենք կապել անցած շաբաթվա հուշումի հետ։ Այս շաբաթ դուք նոր իրավիճակում եք։ Ես էլի թրջուն չեմ, բայց կարծում եմ ուխտը սլաքների հետ այդքան կապ չունի։ Եկեք նայենք այն մարդկանց, ում մենք կասկածել ենք այսքան ժամանակ։ Դրանց մեջ մտնում է այս բային երեկվա խաղից հետո Հյուգոն, որի տոտեմը ես չեմ հիշում, ինչն է ճիշտ ասած դուք Վիշապը ոնց որ։ Վիշապը նայում է վերևից, կարողանում է թրջել, բայց թրջուն չի, որը որ այս բայդությամբ իմ ամենամեծ կասկածելն է։ Իլոնան կռունկներ, չէ, եթե ճիշտ եմ հիշում։ Բայց կռունկը հնարավորինս թրջուն է։ Բուն, ով էր բուն։ Բուն։ Բայց բուն թրջուն Սոֆին էր ոնց որ։ Սոֆին էր բուն։ Դե Սոֆին իմ աշխատում։ Սոֆին անձեռնամխել է այս բայդությամբ։ Մեկ էլ ինձ հետո շատ տիկին։ Տիկին է բագարը։ Տիկինը։ Վրա սև բաներ կա։ Տիկին։ Բագարը վրա չգիտեմ։ Բայց Իսկ հնարավորություն կա եւս մեկ անգամ լսելու։ Նրա տոտեմը թրջուն չէ, բայց նա կարողանում է սլաքներն ուղղել այնտեղ, որտեղ կա կասկած։ Ես արդեն չեսի վստահ եմ։ Ես եմ վստահ։ Դուք կասկածում եք Բագրին, ես ոնց հասկացա։ Չէ։ Իմ կասկածները այս բայդությամբ դնում է Այն վիշապի վրա, ես որովհետև նա թրջուն չի, բայց նայում է վերևից։ Այսօր լրի ամեն ինչը նոր է, մեր այսօր ես դրա համար հարցեցի, ինչքանով կապ ունի նախորդ շաբաթվա հուշումը, այս շաբաթվա հուշումը, բայց ինքն ընդհանրապես կապ չունի, այսօր բանը։ Սա կապ չունի իրական միշտ դնում ես։ Մարդկային հարաբերությունը կապ ունի արդեն։ Ինչ լինի։ Մարդկային է կապ ունի հարաբերությունները, թմային։ Նա որը ստեղծվում է, չգիտես իշի վրա։ Ես այլևս ոչինչով չեմ կարող ձեզ օգնել։ Դուք մեզ շատ եք օգնել։ Շնորհակալություն։ Ճիշտ անեք ամեն ինչ։ Ոչինչ չենք ասում։ Ոչինչ Ոնց պայմանավորված։ Իրավունք չունեք։ Ինչ որ անկապ բացահայտում։ Չէ, իրականում մենք շատ հետաքրքիր հուշում ստացանք մի պայմանով, որ մենք իրավունք չունենք կիսվել ոչ մեկի հետ այդ հուշումով։ Մեր սպասումները լրիվ փլվեցին։ Մենք սպասում էինք ում արկղը կբացեն, ում վրա ենք կասկածում, բայց իրենք դուրս եկան, ասացին, որ արկղ չենք բացել։ Այդ հուշումը ձեր համար արժեքավոր էր։ Շատ։ Մեծ կապ չի ընդհանրապես։ Ասեմ, որ տուփ չենք բացել, այսինքն կապ չուներ տուփերը բացել, տուփերը ուղղակի դրված էր, որ մենք տեսնենք Ես ում ախտորում եմ լիքը բան բարձ եղավ այսօր։ Ներսը։ Եթե ընթացիկ կասկածներին նայեմ, ես հենց այդ 3 տղաներից մեկի վրա եմ կասկածում, որ ժառանգությունը իրա մոտ է։ Ենթադրում եմ, որ պապինի մոտ կարող է լինի։ Հիշում եք երեք ինչ ասվել, որ ժառանգը հնարավորություն ունի ինչ անելու։ Առաջադրանքը կատարելու դեպքում կկործնի ամեն ինչ եւ եթե դուրս գա խաղից չի գնա առանց վրեժ խնդրության։ Հետաբար ինքը դեռ խաղի մեջ է, հետաբար ինքը ոչ մեկից դեռ վրեժ խնդիր չի եղել։ Երկու ձևով դիտարկենք, եթե մենք դիտարկում ենք նաեւ այն, որ փոխվել է ժառանգը։ Չի փոխվել։ Արի դիտարկենք։ Եթե դիտարկենք, որ փոխվել է ժառանգը, ըստեղից բոլորը ընդ որում Արթուրը եւ Տիկին Լիաննան կարան լինեն, բայց չի փոխվել, չի փոխվել։ Ես էլ եմ համաձայն, որ չի փոխվել, որովհետեւ Երեկվանից նույնն է։ Հա, որովհետեւ հուշ չեմ կարող, ներողություն։ Չի փոխվել։ Հուշումը շատ լավն է։ Շատ լավն է։ Շատ։ Ես գոնե հույս ունեմ, որ Okay, գոնե դուք մտածեք ու մեզ Մենք կսեք մտածել ենք, դրա համար եմ ասում։ Ես դրա համար հիմա այդ բարձրացան այդ պրոստը Սոֆին ընդհատեց, ես ուզում շարունակեմ։ Ես հիմա էլի ինձ կասկածի տակ դնելով ասում եմ, որ անցյալ շաբաթ սեղանի վրա եղել է դրված 2 սխալ մարդու անուն, որից մեկը եղել է Ռաֆը, հաջորդը եղել եմ ես։ Ես հիմա էլ եմ ասում, իմ կաշին չեմ փրկում, քվեարկության ձեռքերը ձերն են, դուք կարաք քվեարկեք, բայց խնդրում եմ, հուշմանը անենց է եղել, որ շատ ակնհայտ է ժառանգը։ Ես դրա համար խնդրում եմ, այսօր խաղանք տրամաբանական խաղ, նայենք ամեն ինչին դեպքում ես ուղղակի խնդրել եմ, որ ձեր դուք երեքդ էլ այսօր ակտիվ խոսակ սեղանի շուրջ, մենք կարողանանք փոխնորոշվել։ Դուք չեք կարող հուշեք, բայց կարող կոդերով խոսակ մեր հետ։
Դե հավատա հիմա էդ էլ անում ենք մենք, եթե դուք չեք հասկացել։ Ես իմ հիմիկվա այս վերջին հայտարարությունը մեծ կոդ էր ձեզ, դրա համար խնդրում եմ մտածված խաղացեք։ Սա բարձ հուշում էր իրականում։ Ինչքանը ես Ռաֆին ճանաչել եմ այս 5 շաբաթների ընթացքում, ես համոզված եմ, որ ինքը իր վրեժը կլուծի, իսկ կասկածներ ես ունեմ միանշանակ կամ Սոֆիայի կամ Պապինի վրա։ Ու ոնց ես քվեարկել եմ նախորդ 4 շաբաթների ընթացքում այդ տրիոյի դեմ նույն ձևել շարունակելու եմ քվեարկել իրանց դեմ։ Անցյալ շաբաթ տեսել եք, որ ես Աշոտի հետ չեմ խաղացել։ Հստակ չեմ խաղացել, բայց հիմա քեզ հարց եմ տալի։ Չկար նմանություն անցյալ հուշման եւ այս հուշման մեջ։ Անցյալ շաբաթվա հուշումը ես դրա համար էլ հենց դրա պատճառով էլ հարցրեցի։ Բայց դրա համար էլ ասում եմ, այսօրս համոզվավ հենց էտա։ Ես դրա համար եմ ասում, հենց այս տրամաբանության մեջ ես ասում եմ, որ ըստ իս, երբ կապում եմ, ժառանգը նույն մարդն է։ Հա, այսինքն այս 3 շաբաթվա ժառանգը նույն մարդն է, հա։ Ու դե եթե այդ դեպք ենք հաստատում, ես կխնդրեի ուղղակի իմ խաղակիցները հիշեին, որ այդ հուշման մեջ կար, որ նայում ինքը վերևից ու իր տոտեմը թրջուն չի։ Խնդրում եմ, եկի հաշվի առեք, հիշեք ու անիմաստ չշեղվենք։ Ձևական առումով տղաները չկիսեցին հուշումը, եւ դա գաղտնի սենյակում հնչած պայմանն էր, բայց իրենց վարկածներով ու խառը վերլուծություններով փոխանցեցին հուշման կոդը։ Փարավոնի ժառանգը շատ խորամանկ խաղ է սկսել, եւ իր սլաքները հստակ ուղղություն ունեն։ Ահա թե ինչպես նա կարող է սլաքներն ուղղել այն կողմ, որտեղ կասկած կա։ Կասկածելի այս երեկոյի միակ մխիթարությունը թեև Աթենք ընկերության նագեցներն են։ Դուք վերկեմ ունես մարդու, ում հետ չեմ կարող խաղամ։ Դա կրենի Աշոտը կամ Արտուրը։ Արջևում Տատաստանի սեղանն է, որին պատրաստվելու համար ժամանակ է պետք։ Երեկոն խոստանում է լինել թեժ։ Գեղեցիկ երեկոյան տեսքը անշուշտ ինքնավստահություն է տալիս, ու այն ապահովում է լգվոտ սալոնը։ 3 շաբաթ անընդմեջ ես եղել եմ երկրորդ դուրս եկողը, այսինքն քվեարկությամբ ամենաշատը։ Դրա համար նույնիսկ մի ձայնը շատ կարևոր է այս բանը, որովհետև Աշոտը եթե անցյալ շաբաթ չքվեարկեր Տիկին Լիաննային հավասարվելով ու մենք էլի չգիտենք թե ինչ կլիներ։ Լարված եմ շատ, բայց ինձ թվում է հիանալի խաղա լինել այս երեկոյան։ Փարավոնի ժառանգը մեծ խաղ է։ Իր ճշմարտություններով, հանելուկներով եւ իհարկե իր կայուն գործընկերներով։ Նախագծի գործընկերն է Նորտուն խանութսրահների խոշորագույն ցանցը իր ավելի քան 20 մասնաճյուղերով ամբողջ Հայաստանում։ Քո սրտի վերանորոգումը նոր տանը։ Բոլորի համար ժամանակը դանդաղ է հոսում, իսկ Փարավոնի ժառանգը մտքում մշակում է իր խորամանկ ռազմավարությունը։ Դատաստանի սեղանն էլ գրեթե պատրաստ է։ Աթենքի պրայմ սեթը կտրատվում է, մոմերը վառ են, փետուրները դողում են եւ սպասում իրենց հերթին։ Լավ եք։ Փորձում ենք լավ լինել։ Իրականում այսօր ավելի շատ թախից եմ տեսնում ձեր աչքերում, քան լարվածություն։ Ինչու։ Տխուր ենք ու չկողմնորոշված։ Եթե երեք հստակ գիտեինք ինչպես ենք մտնում, այսօր այդպես չի։ Լավ, չարաշահեմ ձեր համբերությունը։ Գնանք դատաստանի սենյակ։ Այս գիշեր, երբ լռությունը կկտրի օդը, միայն մեկ ձայն կհնչի օդում, ճակատագրի ձայնը, և մեկ անուն կդառնա անցյալ, շատ տխուր եք, դրամատիկ, առեղծված ձայն։ Կարծում եմ հիասթափված ենք։ Ինձնից։ Չէ, ես կարծում եմ իրարից ենք հիասթափված, դրա համար սենց տխուր ենք, ինչքան շրջանակը նեղանում է, այնքան պարզ է դառնում, որ սոտիկի դա ժառանգը խաղում է, ու մենք չենք հասկանում ժառանգը ով է։ Թեպետ այս շաբաթ ամեն ինչ այնքան խառն է եղել, ես կուզեի դաժե իմ տուփը բացեի ստուգեի։ Կարող է սխալ եմ տեսել։ Բնականաբար նաև դուք այս շաբաթվա հուշումը չգիտեք։ Այս սեղանի շուրջ նստած 3 հոգի կան, ովքեր գիտեն հուշման մասին։
Ես առաջարկում եմ խմենք միասին։ Դուք այս 7-նյակով այս սեղանի շուրջ վերջին անգամ եք։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, քիչ լարվեք ու վստահ եմ, որ դա ձեզ կօգնի։ Եթե Ռաֆին ժառանգն է, ըստ ձայների քվեարկության ու ինքը դուրս է մնացել, կարծում եմ իր վրեժն այն է եղել, որ փոխանցել է գումարը ինչ որ մեկին, ու մենք չենք իմանա դրա մասին եւ կխաղանք այս ամբողջ խաղը այնպես, կարծելով թե ժառանգը այդ երկու շաբաթների ընթացքում եղել է, հուշումներով առաջնորդվելով եւ այլն եւ այլն։ Ես հիմնվելով հուշման վրա, այն որ բարձրից, որ թրջուն չի, վստահ եի, որ Ռաֆի մոտ է, եթե ուզում է վրեժ լուծի, գուցե եւ գումարը փոխանցել անենց մարդու, ումից ուզում է ազատվի։ Ումից ուզում է ազատվի։ Մենք հիմա բոլորս մտածում ենք, որ Ռաֆը վրեժ ա ուզում մեզնից ինչ-որ մեկին, չէ՞։ Իսկ չի կարա սլաքները փոխվի այն մարդու վրա, ու մենք կմտածենք, որ վրեժ ա ուզում։ Բայց իրականում ժառանգը փոխանցվել է օրինակ իր համախոհներից մեկին։ Ես հիմա չեմ ինչ-որ մեկին ուղղություն ցույց տալի։ Ոչ թե համախոհ, արի համախոհ չասենք, արի ասենք մարդ ում սեղանի շուրջ քիչ մարդ կմտածի, որ իրա մոտ է։ Կամ ինքը կուզեր, որ լինի հաղթող։ Կարող է ինձ տված։ Ես կկարողանայի համաձայնվել ձեզ հետ, որտեվ ես հասկանում եմ, որ սլաքները թեգվում են իմ անձի վրա։ Ես քո խաղը չեմ հասկանում։ Ես չեմ կարող հասկանամ դու մեզանից ում ես շատ կասկածում, ով է քո համար ավելի վստահելի։ Դա ինձ տալիս է հիմա առիթ, որ ես մտածեմ, որ դու կարող ես հիմա Ռաֆի հետ ունեցել ես տենց մտայնություն, որ չգիտեմ, դուք իրար հետ խաղաք ու հիմա ինքը ըստ մեր վերլուծության գուցե լքել է ժառանգությունը թողել է ու փոխանցել է քեզ։ Բացատրեմ, ինչքանով որ դուք տեսել եք, որ ես ու Ռաֆը խաղում ենք միասին կամ Ռաֆը ու Աշոտը խաղում են միասին, նույն չափել ես տեսել եմ, որ դու եւ Պապինը խաղում եք միասին, մեկ-մեկ նաեւ Աշոտն էլ է խաղում ձեր հետ միասին։ Քանի որ տեսնում եմ շատ խճճված եք, ձեզ տամ եւս մեկ ինֆորմացիա, որը ձեզ գուցե կօգնի ինչ-որ կերպ։ Այսօր Փարավոնի կողմից որևէ խաղացող չի ունեցել որևէ հանձնարարություն։ Ինչքան բանի վրա ենք ֆիքսվել անիմաստը։ Իսկ միգուցե Փարավոնին հարցնենք, վերջի վերջում մենք 3 պատասխան չստացանք, արդյոք դա ժառանգներ թե ոչ, գուցե այսօր հնարավոր է։ Խաղը լքած մասնակիցը։ Հա։ Չեմ կարող ես տես տալ այդ ինֆորմացիան։ Քանի որ ես գիտեմ, որ ես մաքուր խաղացող եմ ու իմ տուփը դատարկ է, ես վստահ եմ, որ Ռաֆը դաժե իմանալով իր քիչ շատից դուք էլ գիտեք իր մարդ-կերպարը, ինքը հետաքրքրության համար կակ մինիմում կզարգացներ վրեժ լուծումը։ Ես առավոտվանից, անկեղծ ասեմ, առավոտվանից ես շատ կասկածում էի Սոֆիին, ու ես այն մտքով էի, որ ես քվեարկելու եմ Սոֆիին, որտեվ երբ անցած շաբաթ Ռաֆին եկավ իրան շատ մոտ ու ասեց բոլորդ եք գտնվելու իմ կարգավիճակում, ես մտածեցի, որ կարող է վրեժ լուծումը ինքը թողնի հենց Սոֆիի վրա, գումարը փոխանցելով իրան։ Բայց նաև ես հաշվի եմ կներես, այդ ժամանակ նայում էր իմ ու Պապինի կողմ, եթե նաև այ դա եմ ասում, նաև ինքը նայում էր ձեր կողմ, որտեվ իր համար դուք իր պոտենցիալ թարգետն եք, այսպես ասած, ըստ իս իր վրեժ լուծման մեջ։ Այսինքն այս քալեն կարծիքով նշան էր։ Հա։ Իսկ իմ կարծիքով այդ ուղղակի Ռաֆի անկապ ժեստներ։ Իրան վերջում մի հատ ցույց տալու համար։ Ինքը սիրում էր իրան ցույց տալ, բայց ինչքան էլ ինքը իրան սիրում էր ցույց տալ, ինքը նաև խաղում էր շատ խելացի ու շատ տեղերում ինքը կարողացավ բոլորիս մոլորեցնել։ Բայց ի վնաս իրա։ Այո։ Հարց չկա, ի վնաս իրա, բայց իտոգում ինքը, եթե մենք խորանում ենք, որ ինքը ժառանգներ, ինքը 2 շաբաթ մնացել է ժառանգ։ Իսկ մենք կարող ենք իմանալ Փարավոնի վրեժխնդրության մասին։ Փարավոնը ձեզնից չի ուզում։ Ժառանգը։ Ժառանգի վրեժխնդրության մասին։ Դուք գիտեք այդ մասին։ Ես բազմիցս ձեզ ասել եմ նախորդ շաբաթվա ընթացքում էլ, որ Փարավոնի ժառանգի վրեժը պիտի լիներ այն, որ նա կարողանար տեղափոխել գանձը մեկ այլ մասնակցի տուփ։ Իսկ այդ մարդը տեղյակ է, այսինքն այդ մարդը տեղյակ է մի վարքյան։ Չգիտեմ, խառնվել եմ իրա։ Ես ուզում եմ հարց տալ 3 տղաներին, ովքեր այսօր ինձ հետ եղել են գաղտնի սենյակում, որովհետև առաջին շաբաթներին, երբ ձեզ տալիս էի հուշումները, դուք կենտրոնանում եք բոլորդ
գտնելու վրա ժառանգին, իսկ ես փորձում եի ձեզ հուշել, որ դուք կարող եք նաև բացառման կարգով գնալ։ Հիմա ես այսօր Աշոտին, Պապինին եւ Արթուրին տվել եմ բացառման հնարավորություն, առնվազն 2 մասնակցի։ Ու ես չեմ հասկանում ոնց դուք դա չեք կարողանում։ Հիմա ամեն ինչ կախված է ձեզանից։ Ձեր երեքից։ Դուք ում եք խաղում, ժողովուրդ, Աշոտ, Արթուր ու Պապին։ Ես խաղում եմ Իլոնայի հետ։ Այսինքն նաև Իլոնայի հետ, որովհետև այստեղ ես ունեմ մարդիկ, ում հետ խաղում եմ։ Շատ լավ, բայց նաև ուզեմ լսեմ դու ում հետ ես խաղում։ Սոֆի հետ Իսկ օրինակ իմ հետ։ կներես։ Okay։ Իսկ դու ում հետ ես խաղում։ Ես խաղում եմ Լեանայի հետ։ Հետաքրքիր է։ Ոչ մեկին չբռնեց մի հոգու հետ։ մեջ չի խաղում։ Ախր ես ձեզ տվեցի հուշման հուշումը, ու դուք նորից շարունակում եք խոսել ուրիշ բանի մասին։ Հատկանշական էր իմ համար, որ ձեր երեքից հենց կոնկրետ իմ համար անսպասելի կերպով Պապինը ասաց, որ իմ հետ խաղում է։ Կխնդրեմ քեզ, որ հանկարծ դա չդիտարկես, որ ես քեզ փորձում եմ շահել խաղի մեջ, որովհետև չեմ փորձի քեզ իմ թիմի ավելացնել։ Ուղղակի սենյակ մտնելուց եւ դուրս գալուց հետո ես ասացի, որ ես սենյակ մտնելուց եւ դուրս գալուց հետո խաղում եմ քեզ հետ։ Բայց ինչ կլինի հաջորդ շաբաթ, դա իհարկե Իսկ ինչ ստրատեգիայով է խաղում քո թիմը։ Ես մի քանի անգամ քվեարկել եմ Պապինին, ու եթե Ռաֆը ինձ թվում է ուզենար վրեժ լուծեր, ինքը կընտրեր Պապինին։ Օրինակ Ռաֆի վրա խնդրությունը լրիվ ուրիշ ձև եմ պատկերացնում, ոչ այդ ֆորմատով։ Օրինակ փոխանցել իր համախոհին, ոչ թե իր թշնամուն, այս բaragam քիչ կոպիտ ահանջում, բայց տենց։ Որտեւ իր նպատակը հավանաբար կլինի ոչ թե այն, որ այսօր մենք քվեարկենք Պապինը դուրս գա, այլ այն, որ իր համախոհը ավելի երկար մնա խաղի մեջ։ Ես տենց։ Մենք անդադ նույն մտքին ենք վերադառնում։ Ես առաջարկում եմ վեր բարձրացնել փետուրները եւ սկսենք քվեարկությունը։ Ես գրում եմ ձայները հաշվելու։ Ունեմ 3 անուն։ Վաղը կունենամ այլ մարդիկ գախնի սենյակում եւ կունենամ այլ անուններ։ Աշոտ։ Սպասել եք։ Պապին։ Դե արդեն ադատ է ինձ մոտ։ Եվ Արթուր։ Հետաքրքիր է 3 հոգին ովքեր մտել են։ Ես դրա մասին էի, երբ ասացի, որ վաղը կունենամ այլ հյուրեր գախնի սենյակում եւ գուցե այլ անուններ, վստահաբար այլ անուններ դերցիկներին։ Աշոտ, քեզ քվեարկել է 1 հոգի, այն էլ կողքը սրտիկ դնելով։ Ես գիտեմ։ Չեմ դեղում իրանց։ Գիտես ով է քեզ քվեարկել։ Շատ լավ։ Արթուր։ Այս քննարկումը քեզ համար եղավ ճակատագրական։ Դու ունես 4 ձայն։ Պապին դու ունես 2 ձայն։ Լսենք Արթուրի վերջին խոսքը։ Հեսա դուք կտեսնեք իմ դատարկ տուփը, դուք բոլորդ մտածում եք, որ ես խաղում եմ ժառանգի կողմից, բայց ես խաղում եմ թմի եւ ժառանգի դեմ։ Իմ վերջի խոսքը թող լինի ժողովուրդ ջան, աշխարհին խաղաղություն ձեզ էլ լիքը փող։ Դուք կտեսնեք, որ ժառանգը մնաց խաղի մեջ։ Ես գիտեմ դա։ Շնորհակալություն Արթուր, որ այս Մեծի։ 5 շաբաթները կիսեցիր մեզ հետ։ Շաբաթ ենք Արթուրին։
Ես վստահ եմ, որ Ռաֆը փոխանցել է իր գումարը Պապինին, որտեվ Պապինին ինքը ու ես միասին շատ էինք ուզում իրականում հանենք խաղից։ Նրա պատճառը, որ իրականում Պապին է իդեալական լիդերը։ Ամենակասկածելին է սեղանի շուրջ այսօր ինքն էր իմ համար, ու ես այդ տրամաբանությամբ էի մտել այս սենյակ։ Ինչի համար են չժառանգները խաղում ժառանգ։ Չէ, Արտուրը ոչ թե չժառանգի պես խաղաց, ուղղակի ինձ թվում է։ Իրանջա դու էլ իր ցուցակում։ Լավ, ես էլ եմ ցուցակում։ Չէ, բայց մենք դուք նկատում եք բոլորս ենք այդ։ Չէ, ես գիտեմ կոնկրետ որ դուք եք քվեարկել Արտուրի մոկտին, նու դիմանց ավելի շուտ։ Ես չէի մտածում, որ ինքը կարա լինի ժառանգը։ Չգիտեմ, դուք 4-ով մտածում եք, որ ինքն է, հա։ Լուրջ։ Վարգիշ եմ դες մաղթում եւ հիշեք, որ այստեղ ամեն մի նշան ունի իր հստակ խորհուրդը։ Եվ ուշադիր լսեք ձեր խաղընկերների ցանկացած արտահայտություն։ Վարգիշ։ Ես մեծ սիրով ցանկանայի, որ միավորվենք ու արդեն փորձենք հասկանալ ով է ժառանգը, եթե հնարավոր է։ Դա մի շփոթ գարց։ Ինչ օգուտ է դա տալու։ Ինչպես թե։ Ամեն մեկը եկել այստեղ ժառանգությունը շահելու համար։ Միավորվենք, ինչ։ Իսկ ժառանգը, որ մենք չենք, դա մեր համար խնդիր է, չէ՞։ Այն կներես, այն որ դու որոշում ես մենք միավորվենք, դա չի կարա Ով է որոշում միավորվի։ Ես ասում եմ, լավ, ես կոնկրետ փնտրելու եմ ժառանգին։ Դուք չգիտեմ, դուք իշխանեք ձեր ոչ ժառանգ թիմակիցներին, ովքեր խանգարում են, բայց ես այսքան փնտրելու եմ ժառանգին։ Ու ես ասում եմ, այս ինչ լավ դերասաններ են, որ ոչ մեկ չի ցույց տալիս, որ այդ գումարը Իրանն է։ Անկեղծ ասած, շատ կուզենամ, որ գանձերը տանի Լիաննան։ Չգիտեմ, երբ որ մարդու մոտ այդքան գումար հայտնվի ու դու ինքը պարտավոր է թաքցնի, ուզում է թաքցնի, դա ինչ ձևի մարդը իրան կարա պահի։ Երբ որ իմ հետ հայտնվի, իմ մոտ հայտնվի, ես ինքս իմ վերաբերմունքի մեջ փոփոխություններ նկատեմ։ Այդ ժամանակ կարամ իմանամ, որ ահա ինքը սենց հարեց, սենց խոսած։ Առաջարկում այսքանս այս 6 սուրբերով գնանք քնենք։ Մեջս այնքան էմոցիա է հենց հիմա բխում, որ կարող ուղղակի տարակ եմ ստեղ մեջտեղում, չգիտեմ, չեմ կարող դա բացատրեմ։ Հարգելի հեռուստադիտող, ես մաղթում եմ, որ մի օր դուք հայտնվեք այստեղ, ապրեք ու հասկանաք այն ամենը, ինչը ապրել ենք մենք, ու փորձեք դա իրոքից վայելեք։ Այս գիշեր փարավոնի ժառանգը դարձավ մեկով պակաս, բայց ճշմարտությունը մեկ քայլով մոտ։ Քունչ բերող լռություն է իջնում փարավոն հյուրանոցի վրա, եւ վաղը նոր գիշեր, նոր փորձություն, նոր ժպիտներ ու ստվերներ։ Վաղը փարավոնի ժառանգության ավագնորդներին սպասվում է նոր օր ու նոր փորձություն։ Այո, պայքարը թեժ է եւ նրանցից ոչ ոք չգիտի, թե խաղն ինչ ընթացք կունենա։ Պետք է լինել անչափ ուշադիր եւ հնարամիտ։ Ամեն անզգույշ քայլ կարող է դառնալ վճռորոշ եւ հեռացնել հաղթանակից։ Իսկ կշերքի նժարին է ոչ միայն մեր գլխավոր մրցանակը 3 միլիոնը, այլև մեր գործընկերոջ հատուկ նվերը։ Վեգա խանութ սրահների ցանցը փարավոնի ժառանգին կհանձնի 500,000 դրամի նվերքարտ։ Վեգա, կահույքի եւ էլեկտրոտեխնիկայի ամենամեծ ցանցը Հայաստանում։ Բարի գիշեր։